Մենք ուրախանում ենք, երբ որ խաղում ենք, մեզ լավ ենք զգում։ Շատ լավ եմ զգում խաղադաշտում եւ կարծում եմ կհաղթենք։ Շիրակի մարզում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվող դպրոցականների բասկետբոլի լիգա մարզական խաղերի մարզային փուլի մրցումները, ամփոփելով մի քանի օր տևած լարված ու հետաքրքիր պայքարը։ Մրցաշարը անցկացվում է 2 տարեկային խմբերով, 5-ից 6-րդ դասարանցիներ եւ 7-ից 9-րդ դասարանցիներ։ Միաժամանակյա թիմի կազմում խաղին մասնակցում են եւ տղաներ եւ աղջիկներ, այնպես որ հարաբերակցությունը պետք է լինի 3-2 կամ 3 տղա 2 աղջիկ կամ 3 տղա 3 աղջիկ 2 տղա։ Մարզային փուլին մասնակցել են համայնքային փուլերում հաղթող ճանաչված հանրակրթական դպրոցների թիմերը 2 տարեկային խմբերով։ Առաջինն իրենց մրցապայքարը ավարտին են հասցրել 5-ից 6-րդ դասարանների աշակերտները, երկօրյա հանդիպումների արդյունքում հաղթողը ճանաչվել Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արտիկի թիվ 2 հիմնական դպրոցը, իսկ երրորդ հորիզոնականում Սառնախբյուրի միջնակարգ դպրոցն է։ Հաղթող թիմը նվաճել է հանրապետական եզրափակիչ փուլում Շիրակի մարզը ներկայացնելու իրավունք։ Նմանատիպ մրցաշարերը ոլորտի պատասխանատուներն ու մրցաշարի մասնակիցները բարձր են գնահատում։ Սա եւս մեկ խթան է, որբիսի հանրակրթական ուսումնական հաստատություններում ավելի լուրջ ուշադրություն դարձնեն պետական չափորոշիչով նախատեսված բասկետբոլ մարզաձևի ուսուցմանը եւ զարգացմանը։ Ծրագրի հիմնական նպատակը դպրոցականների շրջանում ֆիզիկական պատրաստության ամրապնդումը, զարգացումը եւ որ շատ կարեւոր է բասկետբոլ մարզաձևի ուսուցումը եւ զարգացումը։ Լիգան կարևոր է երեխաների համար, որ նրանք ավելի շատ ներգրկվում են սպորտի մեջ, կապ չունի բասկետբոլ է, ֆուտբոլ է, թենիս է, թե վոլեյբոլ է։ Լիգայի առաջ լիգայի անցկացումից հետո մեր մոտ շատացավ հաջողումները։ Մրցումները շարունակվել են նաև 7-ից 9-րդ դասարանների աշակերտների միջև, որոնց եզրափակիչ խաղերին ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Մրցումների ավարտին մարզպետը պարգևատրել է հաղթող թիմերին, իր խոսքում կարևորելով նման նախաձեռնությունների դերը դպրոցականների ֆիզիկական ակտիվության խթանման եւ թիմային արժեքների ձևավորման գործում։ Իրականում է սպորտային իրադարձությունները տարբեր, գիտեք, վարչապետի գավաթներ կան ու այդ տարբեր սպորտային միջոցառումների, մրցումների ժամանակ համոզված եմ, որ մի քանի դրական արդյունքներով գնում եք ու ոչ միայն առաջին տեղ զբաղվեցնողն է գնում, այլ նաև մնացած բոլոր մասնակիցները, նաև այն մյուս թիմերը, այն մյուս դպրոցները, որոնք հիմա այստեղ չեն։ Մրցաշարի մրցակցային եռյակը կազմել են առաջին տեղ Արտիկի թիվ 2 հիմնական դպրոցը, երկրորդ տեղ Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցը, երրորդ տեղ Սառնախբյուրի միջնակարգ դպրոցը։ Նշենք, որ ապրիլի 12-ից 18-ը Երևանի սպորտի կառավարման կենտրոնում կայանալիք այս տարեկան խմբի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին Շիրակի մարզը կներկայացնի Արտիկի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը։ Աստղիկ Խաչատրյան, Սյուզաննա Խարատյան, Խանով Անիսյան այսօր։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշարք բաժանել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ավականու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր եւ բազմաթիվ ծանոթներ։ Արդյունքում 5 տասնյակից ավել անձանց խոստացել են 50 հազարական դրամի չափով ընտրակաշարք պայմանով, որ ընտրություններին քվեարկեն հայրենիք կուսակցության տեխնացուի օգտին։ 56 հոգի, 57 հոգի մարդա, էդի քիլոմետր, իմ ուքում է, իմ արինջանը, մինչև տենանք առավոտում ոսանի չանան։ Շատ է պակաս։ Իմ հայացուի, եթե 5-ով հաշվես, դիներ 2.850.000, մեկ ու կես ինչ կակա։ Այդ որին, հետ չեջով մային ջան, չէին հավատա, կասեն երևի մենք իրեքով վերցրել ենք, կասեն երևի 15 կամ 20-ները վերցրել են, 30-ները տալիս են, հետո մենք ընկնենք մեջ է։ Համար ամեն մարդ իր երամի համար պետք է աշխատի, ուրիշի երամ, մեկ ու կեսն ինչ է խայտարակություն, ինք էլ տվինք ծերներները ճամփուտ ինք, դետի հեռախոսային խոսակցություն չի։ Հիմա այսօր ամենավատ օրն է հենց բռնելու, հասկացար։ Գիտես ինչ, երկու ծելեր կկայնեին կասեին, բան են արի, ծախվեցին հանրապետականները։ Հոսական անիքը, ասի Ռուզան, քրոջը լեզուն ասա մացանի թե ես ձեզ ասի ես ինչ կանեմ ասեցի,
Եթե ինչքան մարդ կային եկել, ասի մի տնից եկել եք 3 հատ ցուցակ եք տերը։ Խաթր արեցի, ասի ջանդամ ձմեռա իմ ջեբից չի եթալու։ Ասի ոչ մեկի հիմար չի, ասացի, որ դուք 60 ձայն եք տերը 3-ով ասի։ Այդպես ոսեցի անիկի պայմանավորվածությամբ հետ մարքեթինգ երեք։ Ես ինչ ողորմությունը դելասեն 20 մանեթով ծախվեցին։ Մեկը մեկից 6 հատ տականք են, իրանք գրպանները լսեն, մարդկանց բանոսն, իրանք գրպանները լսեն։ Հայ իրանց հետ համազանության չեկավ, համազանության չեկավ, նրանք ասեցին, դե որ անտեր մարդիկ են, կային այսքանը տան քերիք է էլի։ Հա, դե ինչ խցենք։ Բայց ինչով էս կնիգա էտում լավ ո՞ւմ թուլենա, որ կարամտես թուլի դեր դնում ասում։ Թուլա է։ Ես այդ վերջի օրեր որ եկան, ասի սրանի ցակ կարծում, ասի ձեռով ցույց եմ տվել։ Ազնիվ չի ասել, թե այսպես եմ արի։ Ասել եմ, եթե հանկարծ սրանից պակաս կլինի, իսկ մի վրա չերևաք։ Ինչով ողորմություն եք հավաքում։ Հետո կային ասեն հանրապետականի մի մանեթով առանք։ Հանցանքն ավարտին հասցնելու եւ այդ նպատակով գործընթացն ամբողջապես վերահսկելու համար խմբի անդամները կատարել են դերերի հստակ բաշխում։ Կազմել են հավաքագրված ընտրողների ցուցակներ, իսկ ընտրության օրը հեռախոսակապի մեջ են գտնվել հավաքագրված քաղաքացիների հետ։ Ոչ մի բան չեն անի, եթե իրանք շատ ձեն հավաքեին, պետք է մերոնցով հավաքեին։ Դրա համար Մարին ջան, սրանք որ արդեն իմացել են ընդեղ ինչա կատարվել, հենց իրանք, բանը չանենք։ Դրա համար արդեն վրիանտ տվին, եթե ուղղակի երևի մի քիչ Սերժից բանը լնելով, վերեցին ասեցին էսի վեկալ եք, նվեր ենք տալի։ Հիմա էլ նվեր շպրտիկ ձեր մռութներին։ Դե չեմ մանում նով ինչա մտածել, նարդի Չէ մտածել, լավն իմացել են արդեն։ Կրվեց այս փաստը, մենք ընդդիմություն չունենք, ընդդիմությունը կրվեց։ Թողալեն իրար ուտեն հիմա։ Տիրվա ջան, նայ, մենք ժամը 6-ից զանգում էինք այդ արցախցիներին, որտեղ եկե գրանցվել էին հեռախոսի համար էին թողել բան։ Ասեցինք հələ տենան գնացել է, թե չեն գնացել։ Աղջի մի երկուսը կային են վիրավորեցին այդ աղջիկը, ասաց անջատ է հեռախոսը։ Ես չեմ պատասխանում ձեր հարցին, դուք ով եք, որ ես պատասխանեմ։ Ասում եմ դուք եկել եք, մեր մոտ գրանցվել եք։ Իմացա՞ք։ Ես հիմա ուզում եմ ընդհանրապես հարցնում եմ, գնացել եք ընտրության, չի ասում եմ ում եք ընտրել, գնացել եք ընտրության։ Ձեր ինչ գործն է, որ ես պետք է ձեզ ասեմ։ Դե բախից եք գրասենյակում դու բանը քուտավյալները տվել։ Կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են ընտրակաշարք ստանալու առաջարկն ընդունած եւ ընտրակաշարք տալուն օժանդակած անձանց վերաբերյալ ձեռագիր գրառումներ պարունակող փաստաթղթեր, ընտրողների եւ ընտրատեղամասերի վերաբերյալ ցուցակներ։ Քրեական վարույթով ձերբակալվել եւ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ, որոնց մի մասն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում եւ տվել խոստովանական ցուցմունքներ։ Մեղադրյալներից մի մասի նկատմամբ վարույթն անջատվել եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում գրել է, որ Միացյալ Նահանգների ամենամեծ եւ ամենահզոր բանակը դեռ նույնիսկ չի սկսել ոչնչացնել այն, ինչ մնացել է Իսլամական Հանրապետությունում։ Հաջորդը լինելու են կամուրջները, ապա էլեկտրակայանները, նոր ռեժիմը գիտե ինչ է պետք անել եւ հնարավորինս արագ ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա հավելել է, որ արդեն ոչնչացրել են Իրանի ամենամեծ կամուրջը եւ այն այլևս երբեք չի օգտագործվի։ Ժամանակն է, որ Թեհրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ, նշել է ԱՄՆ նախագահը։ Ըստ իրանական ԶԼՄ-ների Թեհրանը նախազգուշացրել է, որ ի պատասխան կարող է թիրախավորել Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Աբու Դաբիի եւ Հորդանանի կամուրջները։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները չեն ստիպի իրանցիներին հանձնվել։ Իրանի եւ Ադրբեջանի նախագահները իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Մասուդ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել Բաքվին Իսլամական Հանրապետությանը տրամադրած հումանիտար աջակցության համար։ Ալիևը խոստացել է, որ Թեհրանին մարդասիրական օգնությունը կշարունակվի, տեղեկացրել, որ շուտով եւս մեկ խմբականակ կուղարկեն Իրան։ Ադրբեջանի նախագահը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հույս հայտնելով, որ հակամարտությունը հնարավորինս արագ կավարտվի։ Փեզեշքյանը եւ Ալիևն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության կարեւորությունը։ Թեհրանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել նաև Իրանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները։ Աբբաս Արաղչին եւ Սերգեյ Լավրովը քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները, դեէսկալացիայի ջանքերը եւ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ առաջիկայում տարանցման վճար կսահմանվի Հորմուզի նեղուցով նավերի անցման համար։ Նրա խոսքով բացի այդ նեղուցով նավագնացության նոր կանոններ են մշակվում թե ռազմական, թե կոմերցիոն նավերի համար։ Քազեմ Ղարիբաբադին հավելել է, որ Իրանը եւ Օմանը պատասխանատու կլինեն նավագնացության հեշտացման եւ անվտանգության ապահովման համար։ Այժմ այս հարցերի շուրջ աշխատանքներ են տարվում, երբ համաձայնության հասնենք Օմանի հետ կհայտարարենք այդ մասին, մանրամասնել է պաշտոնյան։ Իրանից նաև նշել են, որ Հորմուզի նեղուցը դեռ շատ երկար փակ կլինի ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար։ Ավելի վաղ Թեհրանն առաջարկել էր Հորմուզի նեղուցի հարցով պակտ մշակել, որին կմասնակցեն Մերձավոր Արևելքի, Ասիայի եւ Եվրոպայի որոշ երկրներ։ Իրանական կողմը նաև հայտարարել է, որ հանրապետության նավթային պաշարների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ-ի փորձերը ձախողվել են։ Վաշինգտոնն էլ նախազգուշացրել է ռազմական սցենարներ են մշակել եւ կարձագանքեն, եթե Իրանը փորձի վերահսկել Հորմուզի նեղուցը։ Ռուս-ուկրաինական կարգավորման ամենակարճ ճանապարհը ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրներից Ուկրաինա ռազմական մատակարարումների դադարեցումն է, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Այս հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել, համապատասխան ազդանշաններ ենք փոխանցում Վաշինգտոնին, բայց ցավոք դրանք ցանկալի արդյունք չեն տալիս, ասել է դիվանագետը։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեղադրել էր Եվրամիությանը հակամարտության խաղաղ կարգավորումը խափանելու փորձերի համար։ Զելենսկին էլ հայտարարել է, որ Մոսկվան վերջնաժամկետ է ներկայացրել Ուկրաինային Դոնբասից հետ քաշվելու համար։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա թիմն էլ պատրաստ են ճնշում գործադրել Կիևի վրա գնալու տարածքային զիջումների։ Հարկ է նշել, որ պետքարտուղարությունը հերքել է այդ պնդումը։ Դիանա Գասպարյան։ Ըստ տարբեր գնահատականների ընտանեկան եւ համայնքային բյուջեների 25-ից 30% ծախսվում է էներգիայի վրա։ Ինչպես կրճատել այս ծախսը, բարելավել բնակելի եւ հանրային շենքշինությունների հարմարավետությունը, նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, Գավառ քաղաքում անցկացվող էներգախնայողություն եւ էներգաարդյունավետություն, ինքնագնահատման գործիքներ թեմայով տեղեկատվական գործնական դասընթացին էներգաարդյունավետ լուծումներն են ներկայացվում։ Բոլորս լավ գիտենք, որ խնդիրը հատկապես մարզային բնակավայրերում շատ արտահայտված է, թեև բավականին շատ վառելիքային ծախսեր են նախատեսում բնակիչները իրականացնում, բայց միևնույն պարագայում միջին ջերմաստիճանասենյակներում, շինություններում շատ դժվար է պահպանելը կայուն, եւ այդ գիտելիքը ինչպես անցնել էներգախնայող համակարգերի, ինչպես իզոլացնել, ջերմամեկուսացնել շենք-շինությունները, կարծում ենք շատ կարեւոր է։ Դասընթացին մասնակցում են համայնքի բնակիչներ, ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործնական մասում էներգաարդյունավետության ինքնագնահատում են կատարում էլեկտրոնային գործիքի միջոցով, իսկ էներգախնայող համակարգերին եւ վերականգնվող էներգիայի լուծումներին ծանոթանում են հանրային էքսպո ցուցահանդեսում։ Նորագույն կൂട്ടակային համակարգեր են, կիրառությունը արևային էներգետիկայում կբերի լիարժեք անկախության եւ այսուհետ մեր հասարակությունը օգտագործելով եւ ներդնելով սրանք կունենա լիարժեք անկախություն հետից եւ չի առնչվի որոշակի տատանումների կամ անջատումների։ Ընդհանուր առմամբ գիտելիքի բարելավում կապված վերականգնող էներգետիկայի եւ էներգահոստնավետության համար դա է հիմնական միտքը այս միջոցառման եւ որպեսզի նաեւ կապեր հաստատեն բիզնեսներն իրար մեջ, կարողանան իմանալ, որ հարցով որտեղ կարող են դիմել, որտեղ կարող են իրենց անհրաժեշտ խորհրդատվությունը ստանալ։ Իրազեկման միջոցառումն իրականացվում է կայուն էներգիա, կլիմայի նկատմամբ կայուն համայնքային զարգացման համար ծրագրով, որը ֆինանսավորում են Գերմանիայի կառավարությունն ու Եվրոպական միությունը։ Այս ծրագրի շրջանակում Գավառ համայնքում մեկնարկում են Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։ Ոչ թե պայքարել աուտիզմի դեմ կամ փորձել հաղթահարել այն, այլ տեսնել աշխարհը իրենց երեխայի աչքերով եւ քայլել նրա կողքով ամեն օր։ Սիրով ու համբերատարությամբ կառուցել ապահով միջավայր։ Հենց այս կարգախոսով են առաջնորդվում մեր տեսանյութի հերոսների ընտանիքները։ Մեր երեխաները տարբերվում են, քանի որ աշխարհը ուրիշ ձև են տեսնում եւ դա առաջացնում է դժվարություններ նրանց առօրյա կյանքում։ Դա հանգեցնում է նրան, որ տուժում է շփումը, որի արդյունքում մարդիկ դժվարանում են տեսնել երեխայի պոտենցիալը, երեխայի անհատականությունը, բնավորությունը, արդյունքում երևում է այսպես ասած խնդիրը։ Կապված հասարակության վերաբերմունքի հետ կարող եմ ասել, որ այն տարիների ընթացքում շատ է փոխվել, ես ահռելի փոփոխություն եմ տեսնում, սակայն սա այն ոլորտն է, որը պահանջում է երկարատև ջանքեր, թեկուզև տեսնում եմ նաև փոփոխություն այն ընկալման հետ մարդկանց մոտ, որ մարդիկ կարող են եւ իրավունք ունեն լինել տարբեր։
Այն պահին, երբ Արմինեն հասկացավ, որ միայն գիտակից եւ պատասխանատու ծնող լինելը բավարար չէ, հստակ որոշեց նոր մասնագիտություն ուսումնասիրել՝ էրգոթերապիա։ Սկզբում սեփական որդուն, իսկ հետագայում կարիք ունեցող այլ երեխաներին օգնելու նպատակով։ Այս մասնագիտությունը այցելուակենտրոն մասնագիտություն է, որը ամեն ինչ անում է, որպեսզի երեխան ձեռք բերի առօրյա ֆունկցիոնալ հմտություններ, կենսական անհրաժեշտ ֆունկցիոնալ հմտություններ, եւ սա մի մասնագիտություն է, որը չի համակերպվում երեխայի անկարողունակության հետ, այլ միջավայրն է հարմարացնում անձին։ Այսինքն ամեն ինչ անում է, որպեսզի երեխայի համար հասանելի լինեն բոլոր հմտությունները, որը անհրաժեշտ է կենսական կյանքում եւ առօրյայի մեջ։ Աշխարհում յուրաքանչյուր 127 մարդուց մեկն ունի աուտիզմի դրսևորումներ, ինչը նյարդաբանական զարգացման առանձնահատկություն է, ոչ թե հիվանդություն։ Հաճախ ազդում է հաղորդակցության, սոցիալական եւ վարքային ճկունության վրա։ Ապրիլի 2-ը աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրն է։ Աուտիզմի ախտորոշման համար իհարկե կան վաղ ախտանիշներ նաև, որ մենք գնահատում ենք եւ հիմա բոլոր մանկաբույժները նաև ունեն իրենց գնահատման պրոտոկոլները, որ անց են կացվում երեխաների հետ, 6-ից 12 ամսեկանում կան որոշակի չափանիշներ, 10-ից 18 ամսեկանում, 18-ից բարձր, հա, եթե կլինիկական ախտանշանները շատ արտահայտված են, հստակ են եւ ախտորոշումը կասկած չի առաջացնում, ապա վաղ տարիքում էլ կարելի ախտորոշել։ Շատանում են, այո, դեպքերը շատ են, դա մի կողմից կապված է, կարող է լինել նաեւ այն բանի հետ, որ ավելի լավ ախտորոշում է կատարվում, առաջ ավելի քիչ էին այդ խնդիրներին ուշադրություն դարձնում եւ շատ երեխաներ կարող էին գնալ ուղղակի մտավոր հետամնացություն ախտորոշումով, բայց իհարկե նաև բարձրացել է ընդհանուր հիվանդությունը տարբեր գործոններով եւ ռիսկի գործոններով պայմանավորված։ Աուտիզմի վաղ ախտորոշման դեպքում հնարավոր է կազմակերպել նպատակային աջակցություն, ինչը զգալիորեն բարելավում է երեխայի կյանքի որակը։ Ոլորտի մասնավոր ներկայացուցիչներից բացի մեր մարզում պետական մասնագիտական աջակցություն են ցուցաբերում տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնները։ Մեր տմակի գործառույթը հիմնական խնդիրը այս տարածքում ընդգրկված բոլոր ուսաստատություններում սովորողների կրթության, արդյունավետության եւ մատչելիության վերահսկումն ու համակարգումն է, ինչպես նաեւ աջակցությունների մատուցումը եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը։ Մենք կատարում ենք կրթական աստիճանի գնահատում եւ որոշում ենք, թե ինչ աստիճանի աջակցություն պետք է ցուցաբերել երեխային։ Ըստ այդմ որոշում ենք, թե ինչպիսի մասնագետներ պետք է աշխատեն։ Վարքային, ասենք լոգոպեդ, հաղորդակցման հետ կապված, շփման հետ կապված սոցմանկավարժ, հատուկ մանկավարժ, օլիգոֆրենո մանկավարժ, տարբեր մասնագետներ կցվում են, նայած երեխան իր փուլում է գտնվում։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կարող են ունենալ տարբեր ֆիզիոլոգիական եւ մտավոր խնդիրներ, ինչպես նաեւ բացառիկ ունակություններ։ Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզի 3 տմակները այս պահին ծառայություններ են մատուցում շուրջ 680 սանի, եւս 16-ն այս պահին կարիքների գնահատման փուլում է։ Նրանց մեջ են ներառված նաեւ աուտիզմ ունեցողները։ Ճիշտ նկատեցիք, երեխաների գնահատումը նախկինում կատարվում էր այստեղ, որովհետեւ երեխաներին գնահատում էին խաղային գործընթացում, դիտարկումներ էր կատարվում, ծնողները սպասում էին հակառակ կողմում, կարող էին նայել, բայց այստեղից ծնողը չի երևում, երեխան պետք է լինի այնպիսի միջավայրում, որ ազատ լինի, տարբեր միջավայրներում կարողանանք դիտարկում կատարել եւ գնահատման գործընթացը իրականացվի հավուր պատշաճի, իսկ այժմ գնահատման գործընթացները իրականացվում են ուսումնական հաստատություններում, ուսումնական գործընթացի ժամանակ դպրոցներում կամ նուհերում դիտարկվում է թե դասապրոցեսին, թե խաղային էլի միջավայրում դասամիջոցներին կարող են դիտարկել։ Հիմա պահանջվում է այդպես։ Տարիների ընթացքում ծնողները սովորել են աուտիզմի լեզուն եւ դարձել իրենց երեխայի կյանքի ամենամտերիմ ուղեկիցները, հետեւողականորեն ապահովելով նրանց շարունակական թերապիաները։ Ամեն օր արձանագրված փոքր հաջողությունները վերածվում են առաջընթացի, իսկ համբերատարությունն ու սերը դառնում ամենակարևոր գործիքը։ Նմանատիպ երեխանի սոցիալականացումը կազմակերպելու ռազմավարությունները եւ տեխնիկաները նույնն են։
Եվ այս հարցում շատ կարևոր է ծնողի դերը, մասնագետը կարող է ուղղորդել, բայց քանի որ երեխան ավելի մեծ մասը անցեկացնում ծնողի հետ եւ կենցաղովում, իսկ երեխան հետ հասարակական նորմերը ընկալում է հենց կենցաղում։ Ուստի ծնողը պիտի հետևողականություն ցուցաբերի, որովհետեւ սա մի գործընթաց է, որը շատ բարդ է։ Եվ ինչն ենք մենք ավելի ողջունում, երբ որ այդ համագործակցությունը լինում է ծնող, մասնագետ եւ ուսումնական հաստատություն, որովհետեւ այդ կապը շատ ավելի մեծ արդյունք է տալիս։ Կապված հարմարեցումների հետ ինչի կարիք եմ տեսնում, կարծում եմ շատ ծնողներ իմ հետ համամիտ կլինեն, որ ցերեկային կենտրոնները շատ լուրջ խնդիր կլուծեին։ Այս երեխաներ կլինեին ապահով ձեռքերում, կստանային ինչ-որ թերապիաներ, մինչև աշխատանքային օրվա ավարտ եւ ծնողներն իրենց հերթին հնարավորություն կունենային աշխատել եւ դա էլ կլուծեր ծնողների թերապիայի խնդիրը։ Ներառական մշակույթի ձևավորումն ու տարածումը քայլ առ քայլ կոտրում են մեր հասարակության կարծրատիպերը, քարոզելով մի գաղափար տարբեր լինելը օրինաչափ է։ Ուստի եկեք ոչ միայն տեղեկացած լինենք, այլև ընդունենք, հասկանանք եւ աջակցենք։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան։ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները մարտի 26-ին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Առինջ գյուղի առաջին փողոցում կանգնեցրել են 55-ամյա տղամարդու մեքենան։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը որպես կաշառք փորձել էր պարեկներին տալ 5000 դրամ։ Կաշառք տալու անմիջականորեն ցակած կասկածանքով Երևանի բնակիչ 55-ամյա տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Մարտի 14-ից 3-ը համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր տվել Հովունի գյուղի մի բնակիչ։ Նա հայտնել էր, որ նախորդ օրը 8:30-ի սահմաններում Գյումրիում նստել է Mercedes Magnus-ի տաքսի ավտոմեքենա, հասել իրենց գյուղ, իջել ու մոտ 40 րոպե անց նկատել, որ մեքենայում թողել է պայուսակ, որում եղել է 340,000 ռուբլի, $1,600, մոտ 60,000 դրամ, քարտեր, անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական։ Տուժած տղամարդը դիմել էր վարորդին, որ վերադարձնի իր պայուսակը, սակայն նա հայտնել էր, թե մեքենայում ոչինչ չի եղել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ եւ Ախուրյանի համայնքային ոստիկանների միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պայուսակը վերցրել է նույն տաքսում մեկ այլ պատվիրատու 50-ամյա մի կին։ Նա հրավիրվել է համայնքային բաժին, որտեղ բացատրական աշխատանքից հետո խոստովանել է, որ ինքն է վերցրել պայուսակը։ Կինը ներկայացրել է պայուսակը ողջ պարունակությամբ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Մարտի 17-ին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված 48-ամյա կինը հայտնել էր, որ նախկին ընկերը սպառնացել է վնասել իր հարազատներին ու ընկերներին։ Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները 45-ամյա նախկին ընկերոջ նկատմամբ կայացրել էին անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշում։ Տղամարդուն արգելված էր այցելել ընկերուհուն։ Մարտի 21-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնից համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվեց հաղորդում, որ այդ նույն տղամարդը վերջին օրերի ընթացքում պարբերաբար զանգահարել է 112 ծառայություն, դրսևորել անհամարժեք վարկ եւ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանների հասցեին։ Հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իրավական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու եւ ոստիկանության բնականon աշխատանքը խոչընդոտելու համար մարտի 27-ին ժամը 10:50-ին 45-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով ձերբակալվեց եւ տեղափոխվեց Շենգավիթի բաժին։ Նույն օրը նրա նախկին ընկերուհին տվեց հաղորդում, որ մարտի 26-ին անտեսելով վարչական արգելքը տղամարդն այցելել է իրեն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Կասկածելի վարքագիծ, փախուստի փորձ եւ փրկված կյանք։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնելիս բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հրազդանի կիրճի տարածքում նկատել են մի քաղաքացու, որը ոստիկաններին տեսնելիս դրսևորել է տարօրինակ վարքագիծ։ Այնուհետև ոստիկանները փորձել են հետապնդել, ինչի արդյունքում քաղաքացին դիմել է փախուստի։ Վազելիս երիտասարդը նետել է սառը նմանվող առարկա։ Փախուստը, սակայն, երկար չի տևել։ Բարդ տեղանքում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Փորձելով անցնել կիրճում գտնվող ջրատարը, նա ընկել է ջուրը։ Դուրս գալու անհաջող փորձից հետո երիտասարդն օգնություն է խնդրել ոստիկաններից եւ գվարդիայի ծառայողները նրան դուրս են բերել ջրից։ Պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։ Բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարները, որոնք վերաբերում են թմրանյութերին։ Քաղաքացու ցուցադրված նկարներով տեղանքին լավ ծանոթ լինելով, արագ կողմնորոշել ենք եւ հայտնաբերել ենք
փաթեթները։ Կպչուն ժապավենով 3 փաթեթն էլ հայտնաբերվել է։ Թմրամիջոց իրացնելու կասկածանքով երևանցի երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։